Այս պահին գտնվում ենք Նոր-Նորքի ոստիկանության մոտ, ինչ հարցով եք եկել այստեղ, ինչ պահանջով։ Ես Լիանա Մխիթարյանն եմ, ապրում եմ 4-րդ մասիվում, ուրեմն 23 թվականին իմ հողատարածքից տախտակներ են գողացել։ Հիմա դիմել եմ ոստիկանություն, հաղորդում չէին ուզում վերցնեին։ Տեսնելով որ կամերաները մեկ ամսվա մեջ ցույց չի տալի, ես ինքս եմ սկսել գողի ման գալ։ Գողին գտել եմ, մենք եկել ենք ընդհանուր հայտարարի։ Հիմա անցել է արդեն 25 թիվն է, քննչական կոմիտեի զանգահարում են, որ ես իրենց դիմել եմ 2.700.000 գողության համար փաստաթղթերով, կամերաներով, որ կամերան մարտի 20-ից մինչև հիմա, ուրեմն այդ բան չեն վերցրել ինձանից, ամսի 24-ին, թե 23-ին են քննություն վերցրել։ Գնացել եմ քննիչ Արաբկիրի, ասում է, որ ուսյո արդեն կամերաները խցիկները մի ամիս են պահում, քո տված դանիներն արդեն մենք չենք կարող հայտ բերենք։ Ոչ միտեղ օրենք գոյություն չունի։ Հիմա 23 թվականի գործը, որ ես արդեն պարտ պահանջ չունեմ, այդ գործն ուղարկել եմ կենտրոնական քննչական բաժին։ Ինչու համար? Ինչու համար, որտեղ Ալինան եկել եմ որ ներկայանամ, որ գիտեք ինչ, ես պարտ պահանջ չունեմ։ Ես ընդմիջման եմ գնում։ Եկել եմ ներկայացել եմ երկրորդ անգամ, թե ես զբաղված եմ։ Բանու գործ չունի, պետք է գամ ստեղ, դուք իմ հարցով չզբաղվեցիք, ես ինքս զբաղվել եմ։ Հիմա ինչ եք ուզում մեզանից։ Ինձ առանձին են կանչում, իրեն առանձին են կանչում, այն կասկածտա, որ ոնց որ թե մեր գլխին ուզեն գործ սարքեն։ Ինչ որ մի թերություն, մի ստորակետ ճիշտ չդնես, ասեն վայ, դու էիր մեղավոր այս հարցում։ Ահա թե հիմա կոռուպցիա։ Շինարարություն եմ անում, ներկայացել են այս մարդիկ։ Սա այդ դերասանա։ Այս դերասանին ուղարկել են իմ մոտ, որ ներկայացել է որպես քաղաքապետարան է աշխատող ու 70,000 ես այս մարդուն գումար եմ մուծել։ Ինչ համար եմ մուծել։ Ինչի համար եք մուծել։ Որ քարերը մեկ օրով փողոցում ա եղել, բայց եթե գաք տեսնեք, այսինքն ձեզ տուգանել են։ Տուգանել են, ինչի համար։ Մեկ օրվա համար, բայց 4 կոմիշինարություն են անում, թե ես մենակ կին եմ, ինձ կարելի է տուգանել։ Չէ, սրանց հետևում կանգնած են Դումանյանները, Դումանյան Վահրամն ու Դումանյան Արտուրը, որը հայտարարել է իբր թե ինքը մահացած է, բայց մահացած չի։ Ովքեր են նրանք։ Դումանյան Արտուրը դա մեր նախագահի խորհրդատուն է, որը ստվերի տակ նման հանցագործություններ անում։ Եվս մի բան, վճռաբեկ դատարան եմ դիմել, սա Դումանյան Վահրամի աներն է գալիս, այս մեր հարևանից վարձի գումարը տալիս։ Վճռաբեկ դատարան եմ, վերաքնիչ եմ տվել, վերաքնիչից գնացել է վճռաբեկ դատարան ենք տվել, որ ճիշտ չեն վարվել։ Հիմա վճռաբեկ դատարանը ուղարկել է, թե գիտեք ինչ, դուք պետք է գնաք Վայոց ձորի վճռաբեկ դատարան տակ։ Ինձ տվել են 5 օրվա մեջ այս հարցը լուծելու։ Չհասկացա։ Վերաքնիչը Երևանում է, դատարանը Երևանում է, իսկ վճռաբեկը արդեն գնաց Վայոց ձոր, ուրեմն դարձյալ Դումանյան Արտուրն այս ամենի հետևում կանգնած, որովհետև իրեն աներն է գալիս, այդ իր բարեկամներն են, կնոջ բարեկամներն են, եկելի իմ հարևան մահացել է, բնակարանը գնել, ու իրենք էլ վնաս են տվել, քանի որ ես մենակ եմ, ինձ 4 կողմից հարձակվում են։ Բոլոր իմ հարցի լուծումները բացասական են, 2.700.000-ն են, դարձյալ իրենց մատն է խառը, որ ինձ խաբել են։ Այդ մարդում դոկուսակցության Վարդան Հակոբյանի գործը գտնվում է դատարանում։ Նա չէր կարող քաղաքից դուրս գալ։ Իրանց միջամտությամբ իմ կարծիքով, որտեղ իրանք նման 33 տարի ես իրենց գիտեմ, նման հանցագործություն, եղբորը սպանել են, մորը սպանել են, բոլորը այդ Դումանյանները, որոնք եւ գողական աշխարհում են եւ միլիցիայությունում են։ Դրա համար ինչ ուզում են էլ անում են։ Վերջապես այս երկրում օրենք լինելու է, թե ոչ։ Դիմել եմ դատախազություն, համար են տվել, ֆիքսում է,
ջրվեժ, չհասկացա, ջրվեժն ինչ կապ ունի դատախազության հետ։ Հիմա այդ կառույցներին դիմել եք, ոչ մի պատասխան չեք ստացել։ Նոր Նորքի ոստիկանությունից ինչ եք պահանջում։ Դրական պատասխան, ոչ մի դրական պատասխան, ասում են խփնված է։ Ահա Նորքի ոստիկանությունն ինչ է ասում։ Հիմա իջել եմ այդ տախտակների համար, ասում եմ ես ուզում եմ քննչականն պետին, պետը փոխվել է բավականին հաճելի անձնավորություն, այդ տիրտ ես իրեն հետ զրուցել եմ, բավականին տարտատու, տեղում չէ, հենց նոր դուրս եկա, չթողեցին բարձրանը, ասում եմ գնացեք այդ կենտրոնական քննչական կոմիտե, ինչի գնամ քննչական կոմիտե, երբ որ ես ստեղ եմ դիմել, իմ գործն ստեղ է քննվել, ինչն է պատճառը, որ ուղարկել է կտեղ, ես դիմել եմ, ասել եմ Ալինա քննիչը, ուրա դեկրետումը իմ հարցով ինչ պատասխանը վերջնական ինչ եզրակացությունն է տվել այդ հարցի համար թե դուք բողոքարկել եք որտեղ եմ գրել որ բողոքարկել է հարց եմ տվել Սևո Ահա թե ինչ է կատարվում ամբողջ մեր համակարգում ոչ դատախազությունն է դատախազություն ոչ վերաքննիչ Իսկ փորձել եք օրինակ Նիկոլ Փաշինյանին դիմել եմ ասում եմ նայես մարդա այս ամեն ինչի գլխին կանգնած ինձ վրեժ են լուծում որ ես ռեմոնտս փչացնելու համար դիմել եմ իրենց դատարան որտեվ փչացրել են քիչը դեռ ինձ հայհոյում են Դիմել եմ նայեք տեսեք բոլոր քանի հատ այդ փաստաբան են մարդը բոլորի իրանց միջամտություն հեսա այս մարդու գրած ակտը ինքն է գրել բայց ինքը քաղաքապետարանը աշխատող չի ակտ է գրել ու տակներ ստորագրել ով է այդ մարդը այդ դերասանն է Արմեն բանակում պապիկն է այնտեղ եզի եղբայրներ են ինչ են Այդ դերասանն է, ներկայացել են դերասանություն անում, կամ փաստաբաններ, երկու փաստաբաններ վարձել, երկուսն է խափեբա, այսա Սոնա Գուլջյանն է, եսիմ ինչա, նկարը թող ինքը իրեն տեսնի, ես իրեն տվել եմ 200,000 իրեն վրա գումար եմ ծախսել, գնաց տեղ, գնան դեղ, գնա ես հարցումնարա, գնա հարցման համար 20,000 ես տալու, նրա համար 50,000 ես տալու, վերջում ինքը հրաժարվել է, ինչի համար, նկատելու դատի ժամանակ, ինձ ասում է իմ մոտ մի նստի, ասում է ոնց թե, ես եկել եմ պետք է քո կողքին, դու իմ շահերն ես պաշտպանում, դատի ժամանակ վեր կանգնի, ասի որ եկեք դատը հետաձգենք, որովհետև ով որ փորձագետի լիցենզիան պետք է վանա այդ ստուդենտ, չհասկացա, դու ես ուղարկել այդ մարդու մոտ, ոնց դու չգիտես ինքը լիցենզիա ունի թե ոչ, ձգձգելով, վերջի դատին չի եկել, ոչ է գումարը սետա տվել, ինքը ինձանից հրաժարվել է, դատին չի մասնակցել, դու բողոքարկել ես, լավ եմ արել, դու քեզ նորմալ չես պահում Հիմա որտեղ ոչ փաստաբանների պալատում նախագահը գնում ես միայն Արմեն Ասատրյան կար, որ մեծ ատարով, որ հաճախորդը գնար, մեծ մակարդակով ընդունում էր, ընդառաջում էր։ Բոլորի ներկայությամբ այս Հարսադանյան ինձ Արազդաս Պարզատյանը ասի այ ոչխար 9 հոգու կոմիսիայի ձեզ ասել Այո, հետո երկրորդ անգամ վարույթ նշանակեցին, այս անգամ էլ ասում է, չէ, նա չի, ինքը երկար ականջավորներ ասի, ինքս էշա։ Նկարս բերելա ցուցած, ասում է, լավ նայեք, հոգեկան հիվանդ է ինքը։ Ու ոչ մեկը ոչ մի բան չարեց։ Ոչ մեկը տուժ չտվեց, որտեղ որ ասացի խնդրեմ, որևէ մի բնագավառում օրեն գոյություն ունի պարոն Փաշինյան, հա? Դատախազությունը դատախազություն, ձեզ դիմել ենք ոչ մի հարց չի լուծվել, ոչ մի հարց, բոլոր հարցերի հետևում կանգնած է Վահրամ Դումանյանը, որը մեր նախագահի օգնականն է, խորհրդատուն է։ Հիմա ասացեք, թող պատասխան տա Վահրամ Դումանյանը, ինչ է ուզում ինձանից։ Ես մենակ եմ, այս ամեն ինչ չի պատերազմը, գիտեք ինչու՞մ է։ Դիմել եմ բանկի հաշտարարին եմ դիմել, ասում եմ մի ամսից արդեն երկրորդ ամիսն է, պատասխան չեն տալիս, ինչի ենք ձեզանից մեծ գումարներ հայթայթել, որովհետև հետևում կանգնած է Վահրամ Դումանյանը։
Բոլորի հետևում կանգնած է Վահրամ Դումանյանը, որովհետև վերահաշվարկպետյանը այդ գումարը հետ վերադարձնի։ Ես ունեմ շենքի մոտ հողատարած, սեփականացրված, մտել են տուներս, լրի քաղաքում չեմ եղել, փաստաթղթեր են գողացել, իմ պասպորտը անհետանում նորից բերում են դնում են տեղը, Մոսկվա ես դիմում եմ գրել, զանգել են ասել պասպորտը հայտնվել, այդքան ման ենք եկել, այն էստեղ հայտնվել, որ մենք 1000 անգամ նայել ենք, հնարավոր չի, բոլորի հետևում կանգնած են այդ մարդիկ, աչք են դրել այդ հողատարածքի վրա, ամեն ինչ անելու են, որ դա իմ ձեռքից վերցնեն, ահա թե ինչա կատարվում մեր Հայաստանում, Ռուսաստանից ես Մոսկվայի քաղաքացի եմ եղել, այնտեղ սովորել, այնտեղ ավարտել եմ, այնտեղ աշխատել եմ, հրաժարվել եմ գրանցումից, հրաժարվել եմ Մոսկվայի գրանցումից, տնից, ամեն ինչից վերադարձել եմ հայրենիք, որ հայրենիքը ինձ սենց վարվի։ Պարոն Փաշինյան, Հայաստան է վերադարձել, ինչի համար, որ դուք մեզ այդ նման ձևով վարվեք։ Ոչ միտեղ օրենք գոյություն չունի, ոչ մի բնակավարում, ոչ դատախազում, ոչ արդարադատության նախարարություն, ոչ միտեղ։ Միլիցիայությունը տեմ բոլ է, ոչ մի նորմալ պատասխան չի տալիս, թղթի վրա դրա։ Դիմել են, որ իմ փաստաթղթերը, քանի որ դիմել է Զեյթունի քննչական վարչության բաժնի պետի Լևոն Հաժազնունու սեղանից իմ դիմումը անհետացել է։ Ամսի 20-ին ես գրել եմ, ես որ գրում եմ, նկարում եմ, նոր տանում հանձնում եմ։ Դիմումը չկա։ Մտել եմ տուն, այդ հանցագործը, որ ինձ խաբել է, իրեն բոլոր փաստաթղթերը, որ կա իրեն պասպորտի քսերոքսը եւ կա պայմանագիր։ Թղթերի մեջ սա շրջված աղել չեմ տեսել։ Դիմել եմ 102։ 102-ը եկել է ցուցմունք ա գրել, որ առանձնապես բան չկա, կորցրել եք, հիմա մանեք եկեք քթել եք։ Չգիտեմ ինչ են գրել, ասում եմ խոսեցրեցին, այստեղ ստորագրեք, առանձնապես բան չկա, չկարդացին թե ինչ են գրել։ Հիմա ես եկել եմ այս բաժին, որ այդ դիմումը տան ես կարդամ, ինչ են գրել, որի տակ ես ստորագրել, խոսացնել ու ստորագրել են տվել։ Ես էլ չեմ կարդացել։ Ասես ակը կարդամ, խոսացրեցին դուրս եկան։ Հաջորդ օրն եկա ասեցի, ես ուզում եմ իմ դիմումը կարդամ, որի տակ ստորագրել, ամեն ինչ լավ է, չթողեցի ներս մտնել։ Ահա թե ինչ է կատարվում նաև այս մեր սայությունում եւ քննչական բաժնում։